Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով ամբողջությամբ վարչապետին եւ կառավարությանն են անցնում արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության եւ պաշտպանության ոլորտները։ Երկրի նախագահը որևէ դերակատարություն այս ոլորտներում չի ունենալու։ Նշենք, որ ներկայիս գործող կիսանախագահական մոդելի դեպքում կառավարության եւ նախագահի լիազորությունները կիսված են եւ օրինակ արտաքին քաղաքականության մշակումը կառավարությունը նախագահի հետ է իրականացնում։ Մինչդեռ եթե սահմանադրական բարեփոխումների արդյունքում ընտրվի երկրի կառավարման խորհրդարանական մոդելը, ապա ուժային կառույցներն ու արտաքին քաղաքականության մշակումը ամբողջությամբ կտրվեն վարչապետին։ Այն, որ 3 հրապարակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով վարչապետի լիազորությունները մեծանում են, նշում են նաև սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները։ Մասնարարպես Վարդան Պողոսյանի ձևակերպմամբ վարչապետն է խաղալու համար առաջին քաղաքական ջութակի դերը։ Սակայն նկատենք, որ հայեցակարգում արձանագրվում է նաև, որ ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում կառավարության նկատմամբ, թե այդ վերահսկողությունը որ ոլորտների վրա է տարածվելու եւ ինչպես առայժմ հստակ չէ։ Հայեցակարգը այդ հարցերի պատասխանները չի տալիս։ Հանձնաժողովի անդամները նշում են, թե այդ հարցերին կանդրադառնան հաջորդ փուլում։ Նշենք, որ ոչ իշխանական ուժերի եռյակից ՀԱԿ-ն ու Բարգավաճ Հայաստանը հրաժարվում են որևէ կերպ մեկնաբանել հայեցակարգի բովանդակությունը։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ էական չէ, թե սահմանադրական բարեփոխումներով ում լիազորությունները կուժեղացնեն՝ նախագահինը, թե ազգային ժողովինը։ Միևնույն է, իշխանությունը երկու դեպքում էլ փորձելու է լուծել իր վերարտադրության հարցը։ Նպատակը կոնկրետ գործող թիմի, գործող իշխանության վրայով սահմանադրություն ձևելն է։ Հիմա ինչ կերպ դա կկպնի, կներեք այդ ձևակերպման համար, ինչ կերպ դա կկարողացնա սղացնել ու հաջողացնել, դա էլ արդեն իրենք կարծում են, որ իրենց շուստրիության եւ իրենց հնարամտության խնդիր կարող է լինել։ Չի ստացվելու որևէ կերպ հանրապետական կուսակցությունը չի ունենալու հնարավորություն վերարտադրվելու։ Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ սահմանադրությունը մեղավոր չէ երկրում ստեղծված ճգնաժամի, դատական կոռումպացված համակարգի համար։ Սահմանադրությունը նաև մեղավոր չէ, որ ռեցիդիվիստ քրեական տարը նշանակվում է որևէ պաշտոնում։ Հետևաբար Զոհրաբյանի համոզմամբ, եթե խաղի այս կանոններով իշխանությունը գնա բարեփոխումների, ապա 1-2 տարի հետո վստահաբար ասելու ենք, թե հիմա էլ խորհրդարանական մոդելն է ամենաբռնատիրականը։ Եթե իշխանությունը ազնիվ է իր նկրտումների մեջ, ես կարծում եմ, պիտի չստորագրվի այս հայեցակարգը, պիտի անցկացվի օրինակ որևէ ընտրություն։ Ես չեմ ասում նախագահական, խորհրդարանական, ես չեմ ասում հերթական, արտահերթ, ես արտահերթ որևէ գործընթաց չեմ բացառում։ Այստեղ բանակցությունների խնդիր է, քաղաքական կամքի խնդիր է։ Այդ ժամանակ նորընտիր իշխանությունը, նորընտիր խորհրդարանը ինքը կորոշի, երբ որ խորհրդարան, որը կունենա լեգիտիմության տոկոս, ինքը կորոշի երկրին անհրաժեշտ է սահմանադրական այս կամ այն փոփոխությունը, թե ոչ։ Եթե հրաժարվի Սերժ Սարգսյանը այս իր նախագծից, հայեցակարգից եւ երկրի կառավարման մոդելը փոխելուց, ԲՀԿ-ն կհրաժարվի արտահերթ լուծումներից եւ կգնա արդեն 2017-ին։ Կհրաժարվի, այդ ժամանակ մենք մեր քայլերը կհրապարակենք։ Իշխող հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադառնալով 3 հրապարակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին տեղեկացրեց, որ հանրապետականն այն դեռևս չի քննարկել։ Ինչ վերաբերում է բնորոշմանը, թե երկրի կառավարման խորհրդարանական մոդելի դեպքում վարչապետը դառնալու է թիվ 1 քաղաքական ջութակը, ապա հանրապետական խմբակցության ղեկավարը ընդգծում է, շատ կարևոր է, թե ով է լինելու ջութակ նվագողը։ Կանել այդպես չէ, որ ասում են ջութակ նվագող, կախված է ջութակ նվագողներից, ովքերն են ջութակ նվագողները, ցավոք սրտի, որ անհատի դերակատարությունը բավական նշանակություն ունի, բայց ամենայն դեպս դա քննարկման փուլում է, դա առայժմ հանձնաժողովն է իր կարծիքը ներկայացրել, իր հայեցակարգը ներկայացրել, քննարկումների արդյունքում դեռ կլինեն առաջարկություններ, փոփոխություններ, նաև բոլոր քաղաքական ուժերի հետ քննարկվեն։ Իսկ հնարավոր է, որ ի վերջո Սերժ Սարգսյանը հրաժարվի այս հայեցակարգից, այս նախագծից, ընդհանրապես երկրի կառավարման մոդելը փոփոխելու։ Քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում, բայց չեմ կարծում, որ դրա հիմքերը կան, որպեսզի մենք ասենք, որ ամեն այս աշխատանքներից հրաժարվում ենք եւ թողում ենք նորից նույնը։ Պատասխանելով Ազատության այն հարցին, թե հնարավոր է, որ հանրապետականը մինչև հոկտեմբերի 24, այսինքն մինչև եռյակի հաջորդ հանրահավաքը որոշակի առաջարկներ անի ոչ իշխանական ուժերին, նաև սահմանադրական բարեփոխումների հետ կապված, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. եթե ուզում են խոսել, թող գան, իսկ եթե ոչ, թող մնան փողոցում։ Տեսք ինչ վերաբերում է իշխանությունը անցնցում հանձնելու ՀԱԿ-ից հնչող հայտարարություններին, ապա ում հանձնենք։ Ինչի համար պետք է հանձնեն իրան։ Իրենք ունեցել է իշխանություն։ Ինքը հանձնեց, նրան ոչ ոք չստիպեց հանձնելու համար։ Եվ ինքը որ հանձնել է, մտածում է, որ իշխանությունը դա խաղալիք է, կարող են գալ եւ հանձնել,
Ինչ է նշանակում հանձնեք, գնացեք, մենք գանք, ուր գաք, ինչի համար գաք։ Այդ եկած ժամանակվա սխալներն են կողում, այդ թալանն ու ավերներն են կարճ ճանապարհ կարգի գցում, որ այս երկիրը երկիր դառնա։ Հիմա ուր եք գալի, ինչ եք գալի։ Դուք եք ավելի շատ թալաններ, թալաները հայոց պատմության ընթացքում։ Ասելու հետ կապված մի լավ անեկդոտ կա, ասում է դու էլ ասա։